Ընթերցում Զաքարիայի մարգարեությունից։ Երբ քանանացիները պիտի ճանաչեն իմ պահպանած հոտերը, քանզի սա Տիրոջ խոսքն է։ Ես նրանց ասացի. եթե ձեր աչքին հաճելի է թվում, ապա տվեք իմ վարձը, իսկ եթե ոչ, ասացեք։ Եվ նրանք կշռեցին իմ վարձը 30 արծաթ։ Տերն ինձ ասաց. դու բովի մեջ գցիր դա, քննիր, թե այն փորձված է արդյոք այնպես, ինչպես ես, որ փորձվեցի նրանց կողմից իրենց համար։ Եվ վերցրի 30 արծաթը, և Տիրոջ տանը գցեցի բովի մեջ։ Ես դեն գցեցի իմ երկրորդ գավազանը, վիճակը, քանդելու համար այն ուխտը, որ դրել է Հուդայի երկրի և Իսրայելի միջև։ Ընթերցում Պողոս առաքյալի կողմից գաղատացիներին գրված նամակից։ Գալով ինձ, քավ լիցի, որ ես մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի խաչից բացի ուրիշ բանով պարծենամ։ Այդ խաչի միջոցով աշխարհն այլևս մեռած է ինձ համար, ինչպես որ ես էլ մեռած եմ այս աշխարհի համար։ Կարևորը մարդու թլպատված կամ անթլպատ լինելը չէ, այլ նոր արարած լինելը։ Թող Աստծո խաղաղությունն ու ողորմությունը լինեն բոլոր նրանց հետ, որոնք ապրում են այս սկզբունքի համաձայն, բոլոր նրանց հետ, որոնք դրանցյալ ժողովուրդն են կազմում։ Այսուհետև խնդրում եմ, թող ոչ ոք աշխարհիկ հոգսերով ինձ նեղություն չտա, որովհետև ես պատկանում եմ Հիսուսին, ինչպես այդ վկայում են իմ մարմնի վերքերի սպիները։ Եղբայրներ, թող մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը լինի ձեր բոլորիդ հետ, ամեն։ Աղոթ հանդերձ սաղմոսելով ըստեր աղաչելով, աղոթ հանդերձ սաղմոսելով ըստեր աղաչելով, աղոթ հանդերձ սաղմոսելով ըստեր աղաչելով, Կեցոդեր և ողորմյալություն և կարգով և այժմ և միշտ և աղիթյան սարքերիցան։ Դերվի սրբուտ կյանքով անդիմանես ես և մի վարու կյանքով սրատերես ես, իներ քո արանքից և իսաստատեց աստերը մշտով։ Ոչ քո բժշկություն մանուային մոյերեսած վարու կյանքով, ոչ է խաղաղություն ոսկերյացի մոտ երեսած մեղացին, անձրը մշկությունի բաստացան կանցնողի որպես բեղը ծամը ծանարացանի վերային, նեղեց համը դեցան վերդի մերեսած անցկամություն, կարապեցա և մոնալ և ուրիշ զորանապաս տրմության գնային սիանցին և չարչարանում և ոչ քո բժշկություն մանուային մոտ, չարչարեցա և մոնալ եղել մինչև ուրիշ մրնչեի արևտրյան սրտի մոտ, դեր առաջին քո ամենայն ցանկությունին և ընտրությունին իքեմ որ ծածկեցա, սիրտի քրովեցավ և եթով զիսորությունին լույս աճացի մոտ և այս ոչեր է ընկից։ Բարեկանքին և մերձավորին առաջին մերձեցան եկացին և մերձավորին հերի եղերին։ Բռնադատեինցից և խնդրեին զանձնին ու խորեին չարի վերային, խոսեցան զամենություն և զնեյգություն զոր անապաս խորեցան։ Այր ես որպես կունցի ոչ լսե, որպես համը որ ոչ գանած վերային։ Եղե ես որպես մատ, որ ոչ լսե և ոչ ոն խոսքի վերան նորա։ Ես ինքես տերուսացա և դու դրուցես ինձ Տեր Աստվածին։ Ասացի թե մի ուրախերես ինձ թշնամիքին իսասանել ոտից իմոցի վերային մեծամեծս խոսեցա։ Ես իկանջանս պարտասնեմ և ցավ իմ առաջին մեն ամենայն ժան։ Զանոյությունս իմ պատմեցից և ոգացայց վասն մեղացի մոտ։ Իսկ արդ թշնամին իմ կենքանի և զորացյալ են քանզից, բազում էին գույն ասենիզից ի տարապատուց։ Ոյք հատուցինչ չար փոխանակն բարգոտ չարախոսեին զինենզի ես և կայս հետ աղվարության։ Մի թողուզից Տեր Աստված իմ և մի բացյալներին եմ, այհացորդներ ինձ Տեր տրկության մոտ։ Արդոր և որդքո և որդքույն սրտով։ Այժմ և միշտ և աղիթյան սարիներից ամեն։ Ընթերցում Եսայու մարգարեից։ Ահա, թե ինչու նրանց փառքը նսեմացավ, ամոթը ծածկեց նրանց երեսը, և նրանք սոդոմացիների նման իրենց մեղքերը պատմեցին ու հայտնի դարձրին։ Վայ նրանց հոգիներին, որովհետև իրենք իրենց համար չար խորհուրդներ խորհեցին և ասացին. կապենք արդարին, քանի որ նա մեզ անհաճո է։ Այսուհետև նրանք իրենց արարքների պտուղները պիտի ուտեն, վայ անօրենին,
չարիքներ պիտի կան նրա վրա, ըստ իրենց կատարած չար գործերի։ Ով իմ ժողովուրդ, ձեր հարկահանները ձեզ ճռաքաղ են անում, հարկապահանջները տիրում են ձեզ, ով իմ ժողովուրդ, նրանք, ովքեր երանի են տալիս ձեզ, խաբում են ձեզ և խոտորում ձեր շավիղները, բայց ահա ներկայանալու է Տերը, որ դատաստան անի, և իր ժողովրդին կանգնեցնելու է ատյանում, Տերն ինքը դատելու է իր ժողովրդի ծերերին և նրանց իշխաններին, դուք ինչու հրկիզեցիք իմ ալիքին, տնանքից հափշտակածները ձեր տներում են, դուք ինչու եք զրկում իմ ժողովրդին և ամոթահար անում տնանքներին, ասում է Տերը, զորությունների Տերը։ Ընթերցում Պողոս Առաքյալի կողմից Փիլիպպեցիներին գրված նամակից։ Ձեզնից յուրաքանչյուր իր և ուրիշների մասին թող խորհի այն, ինչ որ տեսնում է Հիսուս Քրիստոսի մեջ, որ թեև Աստված էր բնության և Աստծուն հավասար լինել հռչակելը նրա համար Աստծո պատիվը հափշտակել չէր նշանակում, բայց կամովին ինքն իրեն մերկացրեց այս պատվից ծառայական մեր բնությունն իր վրա վերցնելով և մարդկանց պես եղավ ու մարդկային կերպարանքով ճանաչվեց, խոնարհեցրեց ինքն իրեն, հնազանդվեց Աստծուն, հանձն առավ մահը և այն էլ մահը խաչի վրա։ Դրա համար էլ Աստված էլ ավելի բարձրացրեց նրան տվեց այն անունը, որ վեր է բոլոր անուններից, որպեսզի Հիսուսի անվան առաջ ծնկի կան բոլորը, երկնավորներն ու երկրավորները և սանդարամետականները, և ամեն լեզու դավանի, որ Հիսուս Քրիստոսը Տերն է, Հայր Աստծո փառավորելու համար։ Աղոտ քանդեր սաղմոսելով ըստեր առաջոց։ Դեր ողորմյան, Աղոտ քանդեր սաղմոսելով ըստեր առաջոց։ Դեր ողորմյան, Աղոտ քանդեր սաղմոսելով ըստեր առաջոց։ Դեր ողորմյան, Եվ ևս խաղության ըստեր առաջոց ու կնկալկեցո և ողորմյան։ Կեցո Դեր և ողորմյան ողորմություն և պարակով ողորմյան Քրիստոս, այժմ և ուշտիով իդյալի սանագերիցան։ Իրանի գորգորից աղթակերս կնանքալու շարիքս ես մժվերի, դեր տրկես նայր կերեսանը, երանելի արնես նայ վերագերդի և ոչ մատնես նայ ձերս թշնամյաս գիրով։ Երոք նականել մայրում այնպես սալոցիլով, զավեներնակում եմ սոլար Ես ասացի Տեր ողորմյային, բժշկյալ զանձնիմ ես նեղակ է։ Թշնամին կացացին շար, երկիցերին վերցե, երկույց է անկուլան։ Զաներ տեսաներ զնանություն, խոսերի սիրտյուն, ժողովեց անոյությունս հանձնյուն։ Արդակ սիլաներ յոզումի խոսերս կնեություն շնչերի, ամենայն թշնամին։ Որեցան շարի վերային, բան անոյության, ետիկի վերային։ Մի թերոլնջից են և այն ոչ ևս ավելություն, ակներ, քանսի և այլն խաղաղության նոր, որ և երկ ուսացան։ Որուդերս ըս հասիմ հաճախյացալներից թապերություն։ Այգուտ էր ողորմյանից կամյացից և ատուցից մծան։ Այս ըմտանյայց թե հաճեց արնդիս, իմ յուրակելիս իմ իս թշնամիսի։ Այդ զիս ամրտության իմ կունգալար աստատեցիս իս առաջին կող հավիտյան։ Որտնյալ Տեր Աստված Իսրայելի հավիտյանս հավիտենից երեսի երես։ Մարդոն և որդու և որդու սրտով, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից ամեն։ Ընթերցում Եսայի մարգարեից, Տեր Աստված ինձ խրատող լեզու տվեց, որ կարողանամ ճիշտ ժամանակին խոսք ասել, ամեն առավոտ ինձ զգուշացրեց, սրեց իմ լսելիքը, որ ունկնդիր լինեմ, Տիրոջ խրատը կբացի իմ ականջները, և ես խոստասիր չեմ դառնա ու չեմ ընդդիմանա, ինքուս հարվածների տվեցի, ծնոտներս ապտակի և երեսս շուր տվի նախատինքից ու թքից Տեր Աստված եղավ ինձ օգնական, դրա համար էլ ամոթ չզգացի, այլ իմ երեսը դարձրի ինչպես կարծր քար, գիտեմ, որ չեմ ամաչելու, քանզի մոտ է նա, ով արդարացնելու է ինձ, ով է իմ ու ոսոխը, թող գա և կանգնի մեջտեղը, ով է նա, որ դատապարտելու է ինձ, թող մոտենա ինձ, քանզի հավասիկ Տերն է ինձ օգնական և ով է, որ չարչարելու է ինձ։ Ընթերցում Պողոս Առաքյալի կողմից Հռոմեացիներին գրված նամակից։
որովհետև մինչ անկարող էինք փրկության հասնելու, Քրիստոսը որոշված ժամանակին մեռավ մեզ մեղավորներիս համար։ Արդարև հազիվ թե գտնվի մեկը, որ հանձն առնի մեռնել մի արդար մարդու համար, թերևս գտնվի մեկը, որ մի բարի մարդու համար համարձակվի հանձն առնել մահը։ Բայց Աստված մեր հանդեպ ունեցած իր սերը հայտնեց դրանով, որ երբ տակավին մեր մեղքերի մեջ էինք, Քրիստոսը մեզ համար մեռավ, իսկ այժմ որ արդարացած ենք նրա արյամբ, որչափ ավելի վստահությամբ կարող ենք ասել, որ Քրիստոսով ենք փրկվելու Աստծո բարկությունից, որովհետև եթե Աստված իր որդու մահով մեզ իր հետ հաշտեցրեց դեռևս այն ժամանակ, երբ թշնամի էինք իրեն, որչափ ավելի վստահությամբ կարող եմ ասել, որ փրկվելու ենք Քրիստոսի կյանքով, եւ ոչ միայն այսքանը, այլ նաեւ դեռ բարձենում ենք Աստծո, մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհիվ, որի միջոցով հիմա հաշտվեցինք Աստծո հետ։ Աղոտ քանդել Սամոսելով վստեր աղաչեցու։ Դեր ողորմյա, Աղոտ քանդել Սամոսելով վստեր աղաչեցու։ դեր ողորմյա, Աղոտ քանդել Սամոսելով վստեր աղաչեցու։ դեր ողորմյա։ Կեցը դեր է ողորմյա օգնություն եւ քարոզով ողորմյա սրբային ու միշտ դիանասը դեպքա։ Աստված իմ նայածավի սնդեր թողեցի սերի կուտեմեին մեր բասը բամի անցանատին։ Աստված ուտվեք արտացի արգեր և ինչ ոչ լվարի գիշերի և ինչ ոչ անսացել։ Դու Իսուս ուսնագյալեց և հողյալիս է, իքեզ ուսացան արդում մեր ուսացան իքեզ և կրկեցերս մեզ։ Արգեզ արգեցին և գեցին իքեզ ուսացան և ոչ ամաչեցին։ Այլ ես ոցն եմ և ոչ եմ մարդ, նախատին մարդկան և անհամարանոց ժողովուրդ։ Ամենիկյան ոտես ամենիցի սարավանեիցի ներխուսեին շտանք և շարժեին սկրուպ միանց։ Ուսած սավիտեր և կրկեցերս նա գեցուսերս նա զիկամիզնա։ Դու ես որ համես իս արգանդե ուրիսի իս միանց մորիմոն։ Իքեզ անգայս արգանդե օրովայն է մորիմոն դու ես աստված։ Մի բացի արտերնեզի մերձյալի և ոչ ոգ է ոչ ոգներնից։ Սուրջ երենցին է զուարաշ ու բազում և սուրբ ձեր կաշարեց ծինձի։ Բացին իվերեինս բերյան յուլյանց որպես զարգում ծիմորն չէ և համշայլ։ Ես որպես ջուր հեղա և ծրվեցան ամենայն ոսկերքին և եղև սիրտին որպես մոմ հալյար ու մեջ որովայնի մոմ։ Զորացավ որպես Հրեստոս ուրությունում լեզուի մի կիմս և կծեցավ և հող մահմուր ու ծինձիս։ Սուրջ երենցին էր շուրջ վազում և ժող չարած պաշարեց ծինձիս։ Սագեցին զելցին և զոցին և տվեցին զամենայն ոսկերեցին և նոքահայեցան և տեսինձիս։ Բաժանեցին սանդերցս իմի մեջ յուլյանց և իվերապատմուճանի իմ ու վիճակը սարկամի։ Դու տերնի հևի արձեր զոտմություն կոյնեն և տերոքներից նա և դյայք սրոս անցին և իզերած շանց միամոնությունին։ Հրդյալիսի վերանվարյոց ու հերդերներ և ջերվի ըսմոնալություն։ Պատմեցին զանունքո և բարձի մոցի մեջ եկեղեցու օրնեցի կստեր։ Երկված դյարկ հոնեսեն ըստեր ամենայն զավակն ակուշյան հարավոր առասենզնան։ Երկից է դյարն է ամենայն զավակն Իսրայելիսի ոչ ադամել հարամարյաց և ոչ անադյաց դեր զաղոտ սաղկատին և ոչ դարձոյ ձերեսս յուրդին են, հայլիկավ թալիք մարնա լվավին։ Իքեն են ուղությունի մեջ իրենցից մեջ զոլեցից ես։ Սուխտս իմ կատարեցից առաջի ամենայն երկվածած որան։ Գեցեն տնանք և ագեստին հոտեցին ըստեր ոտունքներին զնան։ Գեցեն սիրտ նոց ավիդյանը սավիտենից իչցեն և դարձին աստեր ամենայն ծակ երկրի։ Երկիքակցեն նմ ամենայն տոն ազան սիգյարն արդրեցուն և նա դիրեշի վեր ամենայն ճանցած։ Երան և երկրի բագին նմ ամենայն հարած երկրի առաջին օր ամսին ամենեքյան որի ճանեին որ։ Ամսին նովավտյա և զավակին ծառային բան։ Պատմեցիցս կյարն է ազգի, որ գալոցն է պատմես սեն զարդարություն ուրա ժողովրդյան, որ ծնծացելով, ծնանելով ինձ է զոր արարդ է։ Հարկոր և ոտքոր և ոտքի սրտով։ Այժմ և միշտ և ավիդյանը սավիտենից ամեն։ Ընթերցում Ամոցի մարգարեությունից։ Այդ օրը ասում է Տեր Աստվածը, այնպես պիտի լինի, որ արեգակը մայր պիտի մտնի, միջօրեին և երկրում լույսը պիտի խավարի ցերեկով։ Ձեր տոնը սուկ պիտի դարձնեմ, ձեր բոլոր երգերը ողբեր, ամեն տարիքի մարդկանց վրա քուրձ պիտի գցեմ և
կնտություն բոլոր գլուխներին։ Այդ օրը պիտի դարձնեմ սիրելիի սգի օր և բոլոր նրանց համար, որ նրա հետ կլինեն ցավերի օր։ Ահա օրեր պիտի գան, ասում է Տեր Աստվածը, և ես սով պիտի ուղարկեմ այդ երկիրը, ոչ թե հացի սով կամ ջրի ծարավ, այլ Տիրոջ խոսքը լսելու սով։ Ջրերը պիտի հուզվեն ծովից մինչև ծով և հյուսիսից մինչև արևելք։ Նրանք պիտի գնան Տիրոջ խոսքը փնտրելու և չեն գտնելու։ Ընթերցում Պողոս առաքյալի կողմից Կորինթացիներին գրված առաջին նամակից։ Խաչի մասին քարոզչությունը հիմարություն է թվում կորստյան ճամփին գտնվողների համար, մինչև մեզ փրկության ճամփին գտնվողներիս համար դա Աստծո զորությունն է։ Արդարև, մարգարեության մեջ գրված է՝ պիտի խափանեմ իմաստունների իմաստությունը, կորստի պիտի մատնեմ խելացիների խելքը։ Այն ժամանակ ուր պիտի մնան իմաստունները կամ ուսյալ մարդիկ և կամ այս աշխարհի հարցերը քննողները։ Չէ՞ որ Աստված ցույց տվեց, թե այս աշխարհի իմաստությունը հիմարություն է, քանզի աշխարհն իր իմաստությամբ չկարողացավ ճանաչել Աստծուն և նրա իմաստությունը։ Ուստի Աստված ուզեց հիմարություն համարված խաչի քարոզչությամբ փրկել նրանց, ովքեր հավատում են։ Եվ թեպետ հրեաները հրաշք են ուզում, իսկ հույները իմաստություն են փնտրում, մենք քարոզում ենք խաչված Քրիստոսին, որ գայթակղություն է հրեաների համար և հիմարություն հեթանոսների համար, թեպետ նույն այդ հրեաների և հույների միջից կանչվածների և դարձի եկածների համար նա Քրիստոսն է Աստծո զորությունը և Աստծո իմաստությունը։ Արդարև, Աստծո տնօրինությունը, որ հույների հիմարությունն են համարվում, իմաստագույնն է, քան մարդկային որևէ իմաստություն։ Եվ Աստծո խաչը, որ հրեաները տկարություն են համարում, ավելի զորեղ է, քան մարդկային ամեն զորություն։ Եղբայրներ, դուք ինքներդ դատեցեք, ինչ էիք, և Աստված կանչեց ձեզ։ Ձեզնից քանիսն էին իմաստուն, հզոր կամ ազնվատող մարդկային չափանիշներով։ Բայց Աստված ընտրեց այն, ինչ որ այս աշխարհը հիմար է համարում, նրանով իմաստուններին ամոթով թողնելու համար, ընտրեց այն, ինչ որ այս աշխարհը տկար է համարում, նրանով հզորներին ամաչացնելու համար, և ընտրեց այն, ինչ որ այս աշխարհը անարժեք, անհամարելի և ոչնչություն է համարում, նրանով այս աշխարհի մեծություններին ոչնչացնելու համար։ Եվ սա նրա համար, որպեսզի ոչ մի մարդ չպարծենա Աստծո առաջ, որովհետև Աստված ինքն է, որ ձեզ բերեց, միացրեց Քրիստոսին, և մենք Քրիստոսով ճանաչեցինք Աստծո իմաստությունը և գտանք մեր արդարությունը։ Սրբությունն ու փրկությունը, որպեսզի ինչպես գրված է մարգարեության մեջ, ով պարծենում է, թող Տիրոջով պարծենա։ Աղոտ հանդերձ սաղմոսելով Տեր աղաչեցու։ Տեր ողորմյան, Աղոտ հանդերձ սաղմոսելով Տեր աղաչեցու։ Տեր ողորմյան, Աղոտ հանդերձ սաղմոսելով Տեր աղաչեցու։ Տեր ողորմյան, Եվ ևս խաղաղությանս Տեր աղաչեցու կնկալկեցո և ողորմյան։ Քեզ դեր ողորմություն եւ փառքություն, Սրբո այժմ եւ միշտ եւ ապիտյանը սավիդենիցամ։ Քեզ տերուսացավ ամաչեցի ցավեկան արարության ու փրկյա եւ ապրեցի։ Օնարեցուար իսում կրկով աղվատ յակեցության էլզի։ Ներիմ Աստված պաշտպան եւ ում ապավինի ապրեցության էլզի, սիրասոդիչին եւ ապավենին ուրս։ Վասնաբան քո առաջնորդեցեր ինձ եւ սնուցեցիս եւ անցեցիս օրագայթե, այլման հեղոթակու ցավին։ Ես տաշտանում Տերի ձերը քո անտանք սրտին։ Վրկեցեք իս Տեր Աստված ճշմարտությամբ, ով ատեցեք այնոսիկ, որ պահեն ձեր ջուրի սնոտի։ Ես տերուսացած ընծացա և ուրագերեցի կրության։ Այդ սարի խոնարհությունին և վրկեցեք վշտաց անձնին և ոչ մատնեցեք իսի ձերսներ չաթի մոց և կացուցեք անդոր ու զոտասին։ Ողորմյան իս Տերս ներյալեմ ես կորեցավ իս սրբնություն է արկին անձնին և խորին։ Բագասեցան իս աղոց կյանքին և անքին ողքոս երանելով։ Աղկատացավ իլ կարող են եզորությունին և ոսկի ետին կողեցան։ Քանզ ամենայն ճշնամիսին եղե ես նախատ դրացի այցի մոց հույշ աղ և երկյուղ ծանոցից իմոց։ Ամերիկյան ուր տեսամեն սիրիս արդաչ պաղջին եմ, մորացյալ եղե ես որպես մերյալը սրտե և եղե ես որպես զարում կոտուսյան։ Զիլը վայ ես
բամբասանս բազմած հույր շուրջ էին զիներ, ժողովեն նոցային միասին ակում ծանցին խորեցան, այլ ես ի քեզ տեղ ուսացա։ Ասացի դու ես աստվածիների ձեր կուրե ժառանգությունին։ Կրկյազիսի թշնամյացի մոց և հալատ չացինով։ Երևեցոզերս ըստորից արայիս պրապրեցոզից տերես կողմության տերի նամուտը երևեցի կաղակացիակ։ Ամաչես ծեն ամբար իչքիմ և իչեն պիտի դժոս և համ և ինձ շրտունքն են գալով։ Ույք խոսեին զարդարոզ անջյավություն, համբարդալանության և հանգոսներ յուրյան։ Ոտերսի վազում է ողորմություն քաղցության ոտերից որ բայեցել երկուացածքոս։ Արարել ու այնոսի որ կուսացյալ ենի քեզ առաջի ոտքով մարդկան։ Ամնացուցես նոսայի ծածկույն երեսած կոցի պրոմոտենեման։ Ծածկեցերս նոսայի խորանի խումի ապարատուցեն էլ ես բակ։ Ոտնյալը պերզիս մանջերի արածողոտունի ու յուտքի քաղաkan։ Ես ասացի զարմանալի ու թե ինքեցա ուրեմն երեսած աչատ։ Բասն այսօր է կրանձայնի ամուրից իմ մոտ աղջել իմ ակվես։ Սիրեցեկս դեր ամենայն սուրբ նորազիս սկուգություն խնդվետեր և հատուցան է այնոցի, որ առավ բեր արմեն զամբարտավանություն։ Աջավերեցալով և զորասին սիրու ձեր ամենեքյանն կուսացյալ են ուտեր։ Հարքոր և որդքո և ոգույ սրբով, Այժմ և միշտ և ավիտյան սավիտենից ամեն։ Ընթերցում Եսայի մարգարեից. Ահավասիկ խելահաս պիտի դառնա իմ ծառան, պիտի առնի, բարձրանա ու մեծապես փառավորվի։ Ինչպես որ շատերը քեզ վրա պիտի զարմանան, երբ անշքանա մարդկային քո տեսքը և քո փառքը, որ մարդկանց որդիներից է, այդպես էլ բազում ազգեր զարմանալու են քեզ վրա, և թագավորների բերանները պապանձվելու են, որովհետև տեսնելու են այն, ինչի մասին նրանց չի պատմել, և իմանալու են այն, ինչի մասին չեն լսել։ Ով հավատաց Տիրոջ մասին, մեր տված լուրին, և ում հայտնի դարձավ Տիրոջ բազուկը։ Նրա առաջ մենք հայտնվեցինք որպես մանուկ, որպես արմատ ելած անջրքի հողից, ոչ տեսք ուներ նա և ոչ էլ վեհություն։ Նայեցինք մենք նրան, բայց նա ոչ տեսք ուներ և ոչ էլ գեղեցկություն։ Նրա տեսքն ավելի անարգ էր ու նսեմ, քան բոլոր մարդկանց որդիներինը։ Նա հարվածների ենթակա մի մարդ եղավ, որ ցավերին համբերել գիտե։ Իր երեսը դարձնելով արհամարվեց ու բանի տեղ չդրվեց։ Նա մեր մեղքերն էր վերցնում և մեզ համար չարչարվում, սակայն մենք նրա ցավերը, հարվածներն ու չարչարանքները համարեցինք իբրև Աստծուց եկած բան։ Բայց նա խոցվեց մեր մեղքերի համար և մեր անօրենությունների համար դատապարտվեց։ Մեր խաղաղության համար նա պատիժ կրեց և նրա վերքերով մենք բժշկվեցինք։ Ամենքն էլ մոլորված ոչխարներ են, մարդն իր ճանապարհին մոլորվեց, բայց Տերը նրան մատնեց մեր մեղքերի համար։ Ու նա վշտից իր բերանն անգամ չի բացում, ինչպես ոչխար, նա մորթվելու տարվեց, և ինչպես գառ անմռունչ կանգնած է խուզողի առջև նրա նման իր բերանը չի բացում։ Խոնարհության շնորհիվ նրա դատաստանը վերացավ, և նրա ազգատողի մասին ով պիտի պատմի։ Երկրի վրա վերջ տվին նրա կյանքին, իմ ժողովրդի անօրենությունների պատճառով նա մահվան մատնվեց։ Նրա գերեզմանի համար չարությամբ, իսկ նրա մահվան համար մեծամեծ հարվածներով պիտի վրեժխնդիր լինեն, որովհետև նա անօրենություն չգործեց և նենգությունը տեղ չգտավ նրա բերանում։ Տերը կամենում է մաքրել նրան վերքերից, եթե մեղքերի համար հատուցում տակ, ապա երկարակյաց սերնդի կարժանանաք, որի միջոցով Տերը կցանկանա ազատել նրան իր ցավերից, ցույց տալ նրան լույս և օժտել իմաստությամբ, արդարացնել արդարին, որը հոժարակամ ծառայեց շատերին և իր վրա է վերցնելու նրանց մեղքերը։ Ահա թե ինչու նա շատ բան պիտի ժառանգի և հզորների ավարը պիտի բաժանի, որովհետև նրա անձը մահվան մատնվեց և նա հանցավորներին հավասար համարվեց։ Նա շատերի մեղքերը կրեց և նրանց անօրենությունների համար դատապարտվեց։ Ընթերցում Պողոս առաքյալի կողմից եբրայեցիներին գրված նամակից։ Արդ, որովհետև թե Քրիստոսը, որ մարդկանց սրբում է իրենց մեղքերից, և թե սրբողները նույն հոր զավակներն են, Քրիստոսը ամոթ չի համարում իր եղբայրները կոչել նրանց։
այլ իր խոսքն ուղելով Աստծուն ասում է. «Քո մասին պիտի պատմեմ իմ եղբայրներին, քո ժողովրդի հավաքույթի մեջ պիտի օրներգեմ քեզ»։ Իսկ մի ուրիշ տեղ ասում է. «Ես պիտի վստահեմ Աստծուն եւ անմիջապես ավելացնում է. ահավասիկ ես եւ այն զավակները, որ Աստված ինձ տվեց»։ Արդ, քանի որ այս զավակները մարդիկ են, մարմնով եւ արյամբ, Քրիստոսն ինքն էլ նմանվեց նրանց, հաղորդակից եղավ նրանց մարդկային բնությանը, որպես իր մահով ոչնչացնի սատանային, որ մահվան իշխանությունն ուներ, եւ ազատագրի նրանց, որոնք ստրուկների նման իրենց ամբողջ կյանքն անց էին կացնում մահվան երկյուղով։ Շատ պարզ է, որ այս ազատագրությունը հրեշտակներին չի վերաբերվում, այլ Աբրահամի զավակներին է վերաբերում։ Ահա թե ինչու Քրիստոսն ամեն ինչով պետք է նման լիներ իր եղբայրներին, որպեսզի կարողանար ողորմած եւ վստահելի մի քահանայապետ լինել Աստծու մոտ, Աստծու ժողովրդի մեղքերը քավելու համար։ Եվ որովհետև ինքը չարչարվելով փորձվեց, կարող է օգնել փորձության մեջ եղողներին։ Սրբով է տարանիս Իսուսի Քրիստոսի որս Մատթեոսի Բասն խաչելության յարններով Իսուսի Քրիստոսի Առավոտյան վաղ բոլոր ավագ քահանաները և ժողովրդի երեցները որոշում կայացրեցին սպանել Իսուսին։ Կապեցին նրան և տարան հասնեցին կառավարիչ Պոնտացի Պիղատոսին։ Այն ժամանակ Ուդան, որը մատնել էր Իսուսին, երբ տեսավ, որ Իսուս դատապարտվեց, զղջաց և իր ստացած 30 արծաթ դրամը վերադարձնելով ավագ քահանաներին և ժողովրդի երեցներին ասաց. մեղք գործեցի, որովհետև արդար մեկին մատնեցի։ Նրանք ասացին, մեզ ինչ, դու գիտես։ Ուդան դրամը նետեց տաճարի մեջ և հառացավ, ապա գնաց և կախեց իրեն։ Ավագ քահանաները վերցրեցին դրամը և ասացին, մեր օրենքը թույլ չի տալիս, որ այս դրամը գցենք տաճարի գանձանակի մեջ, որովհետև արյան գին է։ Եվ խորհրդակցելուց հետո այդ դրամով գնեցին բրուտի արտը, այն որպես օտարների գերեզման օգտագործելու համար։
Այս պատճառով այդ արտը մինչև այսօր կոչվում է Արյան արտ։ Այսպիսով ահա իրականացավ Տիրոջ խոսքը ասված Երեմիա մարգարեի բերանով. առան 30 արծաթ դահեկանը վաճառվածի գինը, որ նշանակեցին Իսրայելի ժողովրդից ոմանք եւ այն տվեցին բրուտի արտի համար, ինչպես որ Տերը հրամայեց ինձ։ Երբ Հիսուս կանգնեց կառավարչի առաջ, կառավարիչը հարցրեց նրան. դու ես հրեաների թագավորը։ Հիսուս պատասխանեց. դու ասացիր։ Եվ երբ ավակ քահանաներն ու երեսները ամբաստանում էին նրան, նա պատասխան չէր տալիս, ուստի Պիղատոսը ասաց. չես լսում սրանց արած ամբաստանությունները քո դեմ։ Սակայն Հիսուս պատասխան չտվեց, ոչ իսկ մեկ բառ, որը մեծ զարմանք պատճառեց կառավարչին։ Կառավարիչը սովորություն ուներ ամեն զատկի տոնին ազատ արձակել մի կալանավորի, նայած թե ժողովուրդն ում էր ուզում։ Այդ ժամանակ կար նշանավոր մի կալանավոր, որի անունը Բարաբբա էր։ Երբ ամբոխը հավաքվեց, Պիղատոսը հարցրեց. այս երկուսից որ մեկին եք ուզում, որ արձակեմ։ Հեսու Բարաբբային, Քրիստոս կոչվածին ազատ մի արձակիր։ Պիղատոսը գիտեր, որ նախանձի պատճառով էին մատնել նրան, եւ մինչ Պիղատոսը ատյան էր նստել, իր կինը լուր ուղարկեց նրան ասելով. այդ արդար մարդու հետ գործ մի ունեցի, որովհետև գիշերը երազումս նրա պատճառով գլխովս շատ բաներ անցավ։ Սակայն ավակ քահանաներն ու երեսները ժողովրդին համոզեցին, որ խնդրեն ազատ արձակել Բարաբբային, իսկ Հիսուսին դատապարտել մահվան։ Եվ երբ կառավարիչը հարցրեց նրանց. այս երկուսից որ մեկին եք ուզում, որ ազատ արձակեմ, նրանք պատասխանեցին Հեսու Բարաբբային։ Պիղատոսը հարցրեց. իսկ ինչ անեմ Հիսուսին Քրիստոս կոչվածին, թող խաչվի, պատասխանեցին բոլորը։ Նա ասաց. բայց ինչ չարիք է գործել, բայց նրանք ավելի բարձր էին աղաղակում եւ ասում. թող խաչվի։ Պիղատոսը երբ տեսավ, որ օգուտ չունի շարունակելը եւ ընդհակառակը ամբոխի մեջ ավելի մեծ խռովություն է առաջանում, ջուր վերցնելով ձեռքերը լված ժողովրդի առաջ եւ ասաց. անպարտ եմ այս արդար մարդու արյունից, դուք գիտեք։ Ամբոխը պատասխանեց. նրա արյունը թող մեր եւ մեր զավակների վրա լինի։ Այն ժամանակ Պիղատոսն ազատ արձակեց Բարաբբային, իսկ Հիսուսին խարազանել տալուց հետո հանձնեց զինվորներին, որ խաչեն։ Զինվորները Հիսուսին տարան կառավարչի պալատը, որտեղ նրա շուրջը հավաքվեց զինվորների ամբողջ մի գունդ, ապա մերկացրին Հիսուսին եւ նրա ուսերին գցեցին կարմիր քղամիր։ Փշեպը սարքյուսելով դրեցին նրա գլխին եւ մի եղեգետ տվեցին աջ ձեռքը։ Զինվորները ծնկի էին գալիս նրա առջև եւ ծաղրելով ասում. ողջույն հրեաների թագավոր։ Թքում էին նրա երեսին, եղեգը ձեռքից վերցնում եւ խփում էին գլխին։ Եվ նրան ծաղր ու ծանակի ենթարկելուց հետո վրայից հանեցին քղամիդը, հագցրին իր զգեստները եւ ապա տարան խաչելու։ Երբ դուրս էին ելնում, գտան Սիմոն անունով կյուրենացի մի մարդու եւ ստիպեցին նրան, որ Հիսուսի խաչը շալակի։ Եվ երբ հասան Գողգոթա կոչված վայրը, որ նշանակում է գանգի վայր, այնտեղ լեղի խառնած գինի տվեցին Հիսուսին, որ խմի։ Երբ նա համտեսեց, չուզեց խմել, ապա խաչը հանեցին նրան եւ վիճակ գցելով նրա զգեստները բաժանեցին իրենց միջև։ Ահա այսպես իրականացավ Տիրոջ խոսքը, որ ասվել էր մարգարեի բերանով. իմ զգեստները բաժանեցին իրենց միջև եւ իմ վերարկուի վրա վիճակ գցեցին։ Զինվորներն այնտեղ նստած պահակություն էին անում նրա վրա։ Նրա գլխի վերևը դրեցին նաև նրա հանցապարտության գիրը, գրված այսպես. Սա է Հիսուսը, հրեաների թագավորը։ Այն ժամանակ
Նրա հետ խաչ համբեցին նաև երկու ավազակներ, մեկը նրա աջ կողմը, իսկ մյուսը ձախ։ Ովքեր անցնում էին խաչի առջևից նախատում էին նրան և իրենց գլուխները շարժելով ասում. «Դու տաճարը քանդելու և 3 օրից շինելու էիր, հա? Եթե Աստծու որդի ես, ապա փրկիր ինքդ քեզ և ցած իջիր խաչից»։ Նույնպես և ավագ քահանաները օրենքի ուսուցիչների և երեսների հետ միասին ծաղրում էին նրան և ասում. «Ուրիշներին ազատեց, բայց ինքն իրեն չի կարողանում ազատել։ Եթե Իսրայելի թագավորն է, թող հիմա խաչից ցած իջնի, որպեսզի հավատանք նրան»։ Աստծու վրա էր դրել հույսը և ասում էր, թե Աստծու որդին է։ Դե հիմա Աստված թող նրան ազատի, եթե սիրում է նրան։ Նրա հետ խաչված ավազակներն էլ էին նույն ձևով նախատում նրան։ Կեսօրին խավարը պատեց ամբողջ երկիրը, մինչև ժամը 3-ը։ Ժամը 3-ի մոտ Հիսուս բարձրաձայն աղաղակեց ասելով. «Էլի, Էլի, լամա սաբակթանի», որ նշանակում է Աստված իմ, ինչու լքեցին ինձ։ Այնտեղ գտնվողներից ոմանք, երբ լսեցին, ասացին. «Եղիային է կանչում»։ Նրանցից մեկն իսկույն գնաց և սպունգը քացախի մեջ թատաղելով անցկացրեց մի եղեգի ծայրին և տվեց Հիսուսին, որ խմի։ Ուրիշներն էլ ասում էին. թողեք տեսնենք, Եղիան կգա նրան ազատելու։ Իսկ Հիսուսը դարձյալ բարձրաձայն աղաղակեց և հոգին ավանդեց։ Եվ ահա տաճարի վարագույրը պատռվեց և վերից վար 2 մասի բաժանվեց։ Երկիրը շարժվեց և ժայռերը ճեղքվեցին։ Գերեզմանները բացվեցին և բազում սուրբ ննջեցյալներ հարություն առան։ Նրանք գերեզմաններից ելան և Հիսուսի հարությունից հետո մտան Սուրբ քաղաքը, որտեղ շատերին երևացին։ Երբ հարյուրապետը և նրա հետ եղող զինվորները, որոնք պահակություն էին անում, տեսան երկրաշարժը և պատահածները, սաստիկ վախեցան և ասացին. իսկապես որ սա Աստծու որդին է։ Այնտեղ կային նաև բազմաթիվ կանայք, որոնք հեռվում կանգնած դիտում էին նրանց Գալիլեայից հետևել էին Հիսուսին, նրան ծառայելու համար։ Նրանց մեջ էին Մարիամ Մագդաղենացին, Հակոբի և Ովսեքի մայրը Մարիամը, ինչպես նաև Զեբեդեոսի որդիների մայրը։ Աղոտ հանդերձ սաղմոսելով ըստեր աղաչեցնում։ Տեր ողորմյա, Աղոտ հանդերձ սաղմոսելով ըստեր աղաչեցնում։ Տեր ողորմյա, Աղոտ հանդերձ սաղմոսելով ըստեր աղաչեցնում։ Տեր ողորմյա, Կեցոդեր է ողորմյա ողորմություն և թարգոյ ողորմություն, Իսպա այշում և ուիշնյով յանը սրդնիցան։ Իծոզիս աստված յասին ջուլկանքին կալերեսի հոսանն ոսու ոչոյիցան։ Եկի ես իմ խորս տորու և շրջան ու կտնեցին ձիս։ Վասնակեցին ես աղաղակել, երկերից հակողողնի։ Նվաղեցին աշկին ար, հուսալ ինձ աղբեր աստվածին։ Բազում և ենքան ասել, գլխոյին ողոյին ատեիզիսի կաղա։ Զորացան իս նշնամիքի և ատելիք ինյան ինչ, զոր ոչ հապշտակյալ էր ուժեին նոցա։ Աստված ուծանյալ զամցգամքին և հանցանքին և հոսած։ Մի ամաչեցեն բաստին, որ համբերեք կեզ տեր, դերզորությանց մի պատկարեսվեն բաստին, ու կտվեինց կեզ աստված Իսրայելի։ Օտար եղե ես և պարծի մոտ, իդյոր որքոց մորի մոտ։ Կոնարեցուցի պահող զանձնի, և եղեն ինձ այս նախատի, արտրի, ըստ հանդերց իմ կուտ և եղե հակարակ միտը։ Ես աղոտս կայած տեստել, ի ժամանակ ընդունելի։ Ապեցով զիսիկավոս իմ կալայ, ապեցայց ես, արտերյաց մոտ երկիր, տորոց ջուր բազմած։ Միեմ իցեն զիս բդույթ ջուց և
Jehovah counsels Beyanul Beyanin. Լուրից տեզի կարծը ողորմուկս, բասում կտության կհայազի, և մի դարձուցանեսրեսս կոյից առայեկում է, զիներյալը ես վապարատինում։ Ayağımın yermediğiniz yevasmıştan yaytınız apretsozis. Զիդուկ տես նախատինեսին ժամոդին և սպարը պատկարանեսին։ Առաջին վայրամին այն կերիչ կրանցին ոնանորանած ամպեսիրին և դժվարության։ Աղմի թե որ կրկմեսցի ընդիս, և ոչ հոգեր և մխիտարիչին ոչ հոգ կտա։ Երկում իսկ երակում լևի և ծարավ իմ հատուցին իսկացա։ Եղիցին սեղանք նոցա, առաջին նոցա, ուրոգայ, մի հատուցումն և իգայտակություն։ Ավարեսին աչքնոցացին դեսին և ստիկուն ըստոցա անապաստորացը։ Արցես իվերանոցած բարկություն ըստո, ըստըրմտրություն բարկության կոհասցեի վերանոցա։ Երեցին բազուգում կոցա ավերակերի ակնստոցան և կուցերով։ Դիզոր դուն հարեր հալատեսին և իվերա, ծավոտ իմոց ավետին։ Իրս բերեցի վերամեղացնոցազին ու սեն արտարատյան։ Ընջեսին նոկայի դպրությունեք մեկենած և ընդարտարս կողմի գրեսին։ Ախրատ և ծավացը ես բրկություն կորացված ընկրացինս։ Օրնեցի ծանուն աստոյի մորնությամբ և բարձր արեցս նագողությամբ։ Հաջույրեցի ասնական զորդ մատար որմերը և դուրի և դուրած։ Տեստեն աղտար և ուրախ եղիցին, խնդրես ծեքս աստված և կեցեն անցին ձեր։ Զիրվարտեր տնանգած և սկապյաս և ոչ պարամանյաս։ Օրնեսեն ըսնա երկինք և երկիրծով և ամենայն որ ձերա ինստա։ Աստված բրկես Սիոն երկնես է կաղաք հայացան, ինչպես եմ նագես է վերանեսին։ Զավակ ծարայից կոց, հաստատեցի աղ և բույք սիրեն զանում կողնակեստեն իմ նմա։ Հարկոլ և ոգվո և ոգվիս է կա։ Այշում և միշտ և ավիտյան նստավիտենից ամեն։ Ընթերցում Եսայի մարգարեությունից։ Ով է սա, որ ելել գալիս է Եդոմից։ Նրա հագուստների կարմիրը Բոսորայից է։ Նա գեղեցիկ պատմուճանով է և հուժկու զորության։ Ես խոսում եմ արդարության և փրկության իրավունքի մասին։ Քո հագուստներն ինչու են կարմիր։ Քո հագուստներն ասես հնձանահարի հագուստներ լինեն, որ տրորում է լեցուն հնձանը։ Ես մենակ ճմլեցի հնձանը, հեթանոսներից ոչ ոք ինձ հետ չէր։ Զայրույթով տրորեցի նրանց, բարկությամբ ճմլեցի նրանց և գետնին հավասարեցրի ու իմ բոլոր զգեստներն արյունաթաթախ արի։ Քանզի հասել էր նրանց հատուցման օրը, փրկության տարին եկել հասել էր։ Նայեցի, բայց օգնող չկար։ Մտածեցի, թե ինչու ոչ ոք չկար, որ թիկունք դառնար ինձ։ Իմ բազուկը փրկեց նրանց, և միայն իմ բարկությունն ինձ զորավի եղավ։ Իմ բարկությամբ տրորեցի և իմ զայրույթով մորթեցի նրանց, գետնին հավասարեցրի նրանց։ Ընթերցում Պողոս առաքյալի կողմից Եբրայեցիներին ուղղված նամակից։ Բայց երբ Քրիստոսը եկավ որպես գալիք նոր կարգերի քահանայապետ, մտավ մեծ կատարյալ խորանը, որ մարդու ձեռքով չի շինված, այսինքն մարդ չի կազմում այս նյութեղեն աշխարհին։ Նա մեկն միշտ մտավ սրբարանը ոչ թե նոխազների և ցուլերի արյունով, այլ իր իսկ սեփական արյունով, դրանով հավիտենական փրկություն ապահովելով մեզ համար։ Եթե ցուլերի և նոխազների արյունը, ցողելը կամ գերինջների մոխիրը ցանելը բավական է ծիսականորեն պիղծ մեկին սրբելու համար մարմնական մաքրությամբ, ապա միթե Քրիստոսի արյունը շատ ավելին չի անում։ Արդարև, հավիտենական հոգու միջոցով Քրիստոսն ինքն իրեն որպես անարած զոհ մատուցեց Աստծուն, որպես իր արյունով մաքրի ձեր խղճմտանքը մեռելական գործերից, և դուք կարողանաք պաշտել կենդանի Աստծուն։ Դրանով իսկ Քրիստոսը նոր ուխտի միջնորդ եղավ, քանի որ իր մահով քավեց առաջին ուխտի ժամանակաշրջանում գործված հանցանքները, որպեսզի Աստծու կողմից կանչված մարդիկ ժառանգեն խոստացված հավիտենական կյանքը։ Որևէ ուխտի, այսինքն որևէ կտակի դեպքում նախ անհրաժեշտորեն պետք է հավաստվի կտակագրի մահը, որովհետև կտակը կտակագրի մահվանից հետո է միայն իզորու դառնում։ Քանի դեռ կտակ գրողը ողջ է, կտակը չի կարող իզորու լինել։ Ահա թե ինչու առաջին ուխտը ևս չկնքվեց, մինչև որ արյուն չթափվեց։ Մովսեսը օրենքի գրքում եղած բոլոր պատվիրանները ժողովրդին կարդալուց հետո վերցրեց զոհ մատուցած ցուլերի և նոխազների արյունն ու մի քիչ ջուր
Եվ կարմիր բրդից ու զոպայի ճյուղերից կազմված մի փնջով ցողեց ուխտի գրքի եւ ամբողջ ժողովրդի վրա, ասելով. Այս արյունով է կնքվում ուխտը, որին հնազանդվել պատվիրեց ձեզ Աստված։ Ապա նույն արյունից ցողեց նաեւ վկայության խորանի եւ պաշտամունքային բոլոր առարկաների վրա, եւ օրենքի համաձայն գրեթե ամեն ինչ արյունով է սրբվում, առանց արյուն թափելու մեղքերի թողություն էլ չի լինում։ Այսպես, ուրեմն, եթե երկնային սրբարանի ընդօրինակությունը եղող երկրային սրբարանը հարկ էր, որ այսպիսի ծեսերով սրբվեր, ապա բուն իսկ երկնայինը կարիք ուներ անշուշտ ավելի լավ զոհերի, որովհետև Քրիստոսը չմտավ մարդու ձեռքով շինված սրբարանը, որ նախատիպներ ճշմարիտ սրբարանի, այլ մտավ բուն իսկ երկինքը, որտեղ այժմ Աստծու առաջ է գտնվում մեզ համար։ Երկրային տաճարի քահանայապետը տարին մեկ անգամ էր մտնում սրբությունների սրբություն, զոհված կենդանիների արյունով, սակայն Քրիստոսը բազում անգամ չմտավ երկրային սրբարան, ինքն իրեն ընծայելու համար, այլապես նա պետք է բազում անգամ չարչարվեր աշխարհի սկզբից ի վեր։ Մինչդեռ այժմ, ահավասիկ, երբ ժամանակները մոտենում են իրենց լրումին, Քրիստոսը հայտնվեց, մեկը միշտ ինքն իրեն իբրև զոհ ընծայելով, մեղքը բնաջինջ անելու համար, եւ ինչպես մարդիկ մեկ անգամ են մեռնում եւ դրանից հետո Աստծու դատաստանին հանձնվում, այնպես էլ Քրիստոսը միայն մեկ անգամ որպես զոհ մատուցվեց մարդկանց մեղքերը վերացնելու համար։ Իսկ երկրորդ անգամ նա կհայտնվի ոչ թե մեղքերը վերացնելու, այլ փրկելու համար նրանց, որոնք հավատով սպասում են իրեն։ Խաչելության կյարն մերո Հիսուսի Քրիստոսի, վաղ նարաբոտյան ավականաները երեցների օրենքի ուսուցիչների և ատյանի բոլոր անդամների հետ խորհրդակցեցին և Հիսուսին շղթայակապ տարան հանձնեցին Պիղատոսին։ Պիղատոսը հարցրեց Հիսուսին. դու ես հրեաների թագավորը։ Հիսուս պատասխանեց. ահա դու ես ասում։ Ավականաները շատ ամբաստանություններ էին անում,
Բայց Հիսուս պատասխան չէր տալիս, Պիղատոսը կրկին հարցրեց Հիսուսին. պատասխան չես տալիս, տես ինչքան ամբաստանություններ են անում քո դեմ։ Հիսուս դարձյալ պատասխան չտվեց, այնպես որ Պիղատոսը շատ զարմացավ։ Պիղատոսն ամեն զատկի տոնի ազատ էր արձակում մի կանոնավորի, նայած թե ժողովուրդն ումն էր ուզում։ Բանտում կար Բարաբա անունով մեկը, որ բանտարկվել էր այն խռովարարների հետ, որոնք խռովության ժամանակ մարդ էին սպանել։ Ամբոխը սկսեց աղաղակել եւ խնդրել, որ Պիղատոսն իր սովորության համաձայն մեկին ազատ արձակի։ Պիղատոսն ասաց. ում եք ուզում, որ հրեաների թագավորին ազատ արձակեմ, որովհետև նա գիտեր, որ ավագ քահանաները նախանձի պատճառով էին Հիսուսին հանձնել իրեն, սակայն ավագ քահանաները ժողովրդին գրգռեցին, որպեսզի Պիղատոսից պահանջեն, որ ազատ արձակի Բարաբային։ Պիղատոսը դարձյալ հարցրեց նրանց. իսկ ինչ եք ուզում, որ անեմ սրան, որին դուք հրեաների թագավոր եք կոչում։ Նրանք ավագ քահանաներից դրդվելով կրկին աղաղակեցին. խաչը հանիր դրան։ Պիղատոսը հարցրեց. բայց ինչ չարիք է գործել։ Սակայն նրանք ավելի բարձր աղաղակելով ասում էին. խաչը հանիր դրան։ Այն ժամանակ Պիղատոսն ուզեց գոհացնել ամբոխին ազատ արձակելով Բարաբային, իսկ Հիսուսին մտրակելով ծեծել տալուց հետո հանձնեց զինվորներին, որպեսզի խաչեն։ Զինվորները Հիսուսին տարան ներս կառավարչի պալատի բակը եւ կանչեցին գնդի մնացած զինվորներին։ Հիսուսին ծիրանի հագցրեցին եւ նրա գլխին փշեպսակ դրեցին։ Հետո սկսեցին նրան ողջույն տալ եւ ասել. ողջույն քեզ, հրեաների թագավոր։ Եղեգով հարվածում էին նրա գլխին, թքում էին երեսին եւ ծնկի գալով երկրպագում էին նրան։ Այնպես ծաղրուծանակի ենթարկելուց հետո Հիսուսի վրայից հանեցին ծիրանի հագուստը, նրան իր զգեստները հագցրեցին եւ դուրս հանեցին, որ խաչեն նրան։ Սիմոն անունով կյուրենացի մի մարդ, Ալեքսանդրի ու Ռոփոսի հայրը, արտից վերադառնալիս անցնում էր այդ տեղով։ Զինվորները նրան կանգնեցրեցին եւ ստիպեցին, որ Հիսուսի խաչափայտը կրի։ Նրանք Հիսուսին տարան Գողգոթա, որ նշանակում է գանգի վայր։ Այնտեղ զմուռ խառնած գինի տվեցին նրան, բայց նա չխմեց։ Ապա խաչը անեցին նրան եւ հագուստները բաժանելու համար վիճակեցին տեսնելու, թե ով ինչ բաժին պիտի վերցնի։ Առավոտյան ժամը 9 էր, երբ խաչեցին նրան, նրա հանցապարտության մասին կար մի գրություն գրված այսպես. հրեաների թագավորն է։ Նրա հետ խաչ անեցին նաև երկու ավազակների, մեկին նրա աջ կողմում, իսկ մյուսին ձախ կողմում։ Այսպիսով իրականացավ Սուրբ գրքում գրվածը, թե չարագործների շարքը դասվեց, ովքեր անցնում էին խաչի առջևից, նախատում էին նրան եւ գրուխները շարժելով ասում. դու տաճարը քանդում եւ 3 օրում շինում էիր, հա, դե ազատիր ինքդ քեզ ցած իջիր խաչից։ Ավագ քահանաները օրենքի ուսուցիչների հետ միասին նույնպես ծաղրում էին նրան եւ ասում. ուրիշներին ազատեց, բայց ինքն իրեն չի կարողանում ազատել։ Այդ Քրիստոսը, Իսրայելի թագավորը, թող հիմա խաչից ցած իջնի, որպեսզի տեսնենք եւ հավատանք նրան։ Նրա հետ խաչված երկու ավազակներն էլ նախատում էին նրան, գրեթե կեսօր էր, երբ խավարը պատեց ամբողջ երկիրը մինչև ժամը 3-ը։ Ժամը 3-ին Հիսուս բարձրաձայն աղաղակեց ասելով. Էլի, Էլի, լամա սաբակտանի, որ նշանակում է Աստված իմ, ինչու լքեցիր ինձ։ Նրա շուրջը գտնվողներից ոմանք, որոնք լսեցին այս, ասացին. Եղիային է կանչում։ Նրանցից մեկը վազեց եւ սպունգը քացախի մեջ թաթախելով անցկացրեց եղեգի ծայրին եւ տվեց Հիսուսին
որ խմի։ Նա ասում էր. թողեք տեսնենք, եղյան կգա նրան խաչից իջեցնելու։ Հիսուս բարձր միաղաղակ արձակեց և հոգին ավանդեց։ Տաճարի վարագույրը վերից վար պատրվեց և երկու մասի բաժանվեց։ Հարապետը, որ այնտեղ էր, նրա դիմաց կանգնած, երբ տեսավ, թե ինչպես Հիսուս աղաղակեց և հոգին ավանդեց, ասաց. իսկապես, որ այս մարդու որդին Աստծո որդի է։ Այնտեղ կային նաև կանայք, որոնք դիտում էին հեռվից, նրանց մեջ էին Մարիամ Մագդաղենացին, կրտսեր Հակոբի և Հովսեփի մայրը Մարիամը, ինչպես և Սողոմեն, որոնք Հիսուսի Գալիլեայում գտնված ժամանակ գնում էին նրա ետևից և սպասավորում նրան։ Ուրիշ շատ կանայք էլ կային, որոնք Երուսաղեմից եկել էին նրանց հետ միասին։ Աղոտ քանդեր ծաղմոսելով ըստեր աղաչես։ Տեր բոլոր միամ, Աղոտ քանդեր ծաղմոսելով ըստեր աղաչես։ Տեր բոլոր միամ, Աղոտ քանդեր ծաղմոսելով ըստեր աղաչես։ Տեր բոլոր միամ,